Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականները վաղը հավաք են կազմակերպում Էջմիածնում, Մայրաթորն առայժմ չի արձագանքել։ Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նա ասել էր, թե հայ-ռուսական առևտրաշրջանառությունը զգալի նվազել է։ Ազատության տեղեկություններով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ազատվելու է պաշտոնից, նա այսօր պետք է ասուլիս տար։ Մեկնարկեց Վարդան Ղուկասյանի դատավարությունը կաշառքի գործով, ընդդիմադիր քաղաքապետը գործը շինծու է որակում։ Եվ այս ամեն ինչը քաղաքական պատվեր է։ Ամերիկյան խաղաղության պլանը քննարկել են Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները։ Թող տանեն ուրիշ տեղ դնեն։ Որտեղ ուզում են, բաց ոչ մեր գյուղի մեջ։ Ես հոգի եմ արտահայտում, զգացմունք եմ արտահայտում, սրանով ես արտահայտել եմ իր ըմբոստությունը։ Պարույր Սևակի արձանը կրքեր է բորբոքել նրա հայրենի գյուղում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականները վաղը հավաք են կազմակերպում Էջմիածնում, Գարեգին Բ-ին, ինչպես իրենք են ձևակերպել, հանգստի կոչելու արդար պահանջով։ Հայտարարությունում նրանք շեշտում են, որ հասել է ժամանակը կանգնեցնելու Մայրաթորի ահագնացող գահավիժումը, բարձրաձայնելով Գարեգին Բ կաթողիկոսի միանձնյա կամայական և թերի կառավարման մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ընդունել էր այս հոգևորականներին և ինքն էր խոսել Էջմիածնում հավաք անցկացնելու մասին, դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։ Մայրաթորը ևս լուռ է, Գարեգին II մինչ այս պահը հեռանալու որևէ ակնարկ չի արել, հակառակը խոսել է փորձություններին դիմակայելու մասին։ Այլ թեմաներ, Երևան է ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան անցած շաբաթ հայտարարել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել եվրոպական և եվրասիական տնտեսական միությունների միջև, քանի որ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է։ Օվերչուկը նաև ընդգծել էր, թե հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է և պնդել, որ ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց։ Այսօրվա նիստում ըստ պաշտոնական հաղորդագրության վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային հումանիտար հարաբերությունների ամբողջ համալիրը։ Ռուսաստանը մեծ քանակությամբ ոսկի վերարտահանեց Հայաստանի տարածքով արաբական էմիրություններ, Չինաստան եւ այլ ուղղություններով, եւ դրա արդյունքում մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը հասավ 14 միլիարդ դոլարի։ Այս տարի այդ ոսկու վերարտահանումը շատ փոքր է, քանի որ 2024 թվականի մայիսից Ռուսաստանը հանեց երրորդ երկրներ ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը մցրեց այդ արտահանման տուրքը, որի արդյունքում Հայաստանով այսպես ոսկու արտահանումը դարձավ ոչ այնքան ձեռնտու։ Այո, որոշակի փոխանցումներ կատարվում է դարձյալ Ռուսաստանի համար Հայաստանում, բայց հիմնական այսպես միջնորդ երկիրը կամ վերարտահանող երկիրը Հայաստանը վերացավ, նա Ռուսաստանը ինքն է փորձում այդ գործընթացը կազմակերպել ինքնուրույն։ Եվ սրա արդյունքում մենք ունեցանք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների զգալի անկում, մոտ 45-ից 50%-ի չափով։ Այդ անկումը կանխատեսելի էր, հաշվի առնելով, որ ինչ ապրանքներ են։ Ասեմ նույն այդ թեկուզ այս ցուցանիշը, որ ունենք Ռուսաստանի հետ, այս ցուցանիշի մեջ էլ կա վերարտահանում, մասնավորապես Հայաստանով դեպի Ռուսաստան է վերարտահանվում էլեկտրատեխնիկա, սարքավորումներ եւ այլն, որը դարձյալ հայկական ապրանքներ չեն եւ մի օր երբ որ Ռուսաստանը կարգավորի իր հարաբերությունները արևմուտքի հետ, այդպես առևտրաշրջանառությունը նույնպես դուրս է գալու։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական եւ հայկական շահերը, բանակցում երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով։ Վրաստանի ղեկավարը չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, ավելի վաղ Թբիլիսին հաղորդեց, որ Թուրքչի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկ անգամյա տարանցման համար։
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգորի Հակոբյանը հայտարարել է, որ Երևանը հաշվի է առնում եւ ակտիվ աշխատում է, որպեսզի թրիփ երթուղին հարգի Թեհրանի կենսական շահերը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդականներ նախորդին ասել, թե Թեհրանը կտրականապես դեմ է Կովկասի վերաբերյալ Թրամփի ծրագրերին, իսկ այդ ուղին Բաքվի պահանջած նույն Զանգեզուրի միջանցքն է։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը։ Վաղվա նիստում կողմերը հանդես կգան ճառերով։ Վարդանյանը մեղադրվում է ծանրագույն հոդվածներով, ամբողջ դատավարության ընթացքում որևէ անկախ փաստաբան, լրագրող ու իրավապաշտպան նիստերի դահլիճ չի մտել։ Արդար դատաքննության պահանջով Վարդանյանը հացադուլ հայտարարեց, բայց ապարդյուն։ Քաղաքացիական պայմանագրում սկսել են նախընտրական ցուցակի թեկնածուների հարցազրույցները, կուսակցության վարչությունը հերթով լսում է պատգամավոր դառնալ հարյուրավոր ցանկացողներին, թե ինչ հարցերի են նրանք պատասխանում, մնում է դռների հետևում, բայց արդեն հայտնի է քննությունը տապալած առաջին անունը, պատգամավոր Հայկ Սարգսյան, որը բարձրաձայնել էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տարաձայնությունների մասին։ Քաղաքացիական պայմանագրի հնաբնակներից ու Նիկոլ Փաշինյանի զինակիցներից Հայկ Սարգսյանին մերժել են սեփական թիմում։ ՔՊ վարչությունը չի հաստատել նրա թեկնածությունը։ Որոշել են 2026-ի նախընտրական ցուցակում պատգամավորի անունը չի լինի։ Կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Իշխող թիմում սկսել են թեկնածուների այսպես ասած քասթինգը։ Վարչությունը քննում է ինքնառաջադրված թեկնածուներին ու որոշում հաստատել կամ մերժել նրանց թեկնածությունը։ Հայկ Սարգսյանին էլ են քննել ու մեծամասնությունը դեմ է քվեարկել։ Ընդ որում մերժման մասին էլ ուղիղ չեն ասել։ Անդամներից մեկի միջոցով են փոխանցել, որ նրա թեկնածությունը չեն հաստատել։ Ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները։ 33-ամյա Սարգսյանը թիմի այս որոշման հետ չի հաշտվելու։ Պայքարելու է իր ընկեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակում իր տեղի համար։ Ասում է դեռ 2006-ից է Փաշինյանի պայքարին միացել, իսկ քաղաքացիական պայմանագրին հիմնադրման օրվանից։ Ես բողոքարկել եմ վարչության որոշումը։ Ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն։ Ինչու են վարչապետ Փաշինյանի թիմում կուսակցության հնաբնակին մերժել։ Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել։ Սարգսյանը համոզված է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով։ Ես իմ գործունեությամբ ճակերտներիմս ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունը տալ։ Ամենախնդրավորից օրենքի նախագիծը, նաև որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետևյալում։ Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու։ Հայկ Սարգսյանը կարծում է, որ օնլայն կազինոների սեփականատերերը իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել, քանի որ իր հեղինակած օրենքը նրանց գրպանին է հարվածել։ Հունվարից ստիպված են լինելու մոտ $71 միլիոն հարկ վճարել։ Հիմա այդ գումարները, որոնք մուտքագրվել են պետական բյուջե, նախկինում դրանք գնացել են այդ մարդկանց գրպանները, ովքեր որ այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են եւ միլիարդատերեր են։ Այդ գումարներից, այո, իհարկե ունեն։ ԿՊ-ից ովքեր են նրանց շահերը առաջ տանում, Սարգսյանը անուններ չի նշում։ Ըստ մամուլի այս նախագծի պատճառով հատկապես Հայկ Սարգսյանի հարաբերությունները սրվել էր ազգային ժողովի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հերքել էր, թե բուկմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում։ ԿՊ-ականների լարվածությունն ընդհուպ կուսակցությունում քննարկման առարկա դարձավ եւ նկատողություն ստացավ միայն Սարգսյանը։ Միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել եմ արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաեւ իմ սեփական կյանքը։ Քաղաքացիական պայմանագրի հնաբնակ Սարգսյանին վարչության մեծամասնությունը դեմ է քվեարկել։ 3 հոգի է կողմ եղել։ Սարգսյանից բացի մերժել են նաև նորաթուխ պատգամավոր Ջուլիետա Ազարյանին։ Այս փուլում երևի ավելի շատ գործադիրում կամ տիմում եմ պատկերացնում հետագա աշխատանքները։ Հայկ Ցիրունյանին, Կարեն Սարուխանյանին։ 2 օր է Կարեն Սարուխանյանը խուսափում է լրագրողների հարցերից ու չի ասում իրեն ինչու են մերժել։ Այս ԿՊ-ականի անունը ամիսներ առաջ Թմրանյութի սկանդալի հետ կապվեց։ Անգամ կուսակցությունում նրա հարցը քննարկեցին։
ինքն էլ թմրանյութի թեստ հանձնեց։ Չափորոշիչներ այս պահին սահմանված չեն։ Ինչ սկզբունքով է Փաշինյանի թիմը ձևավորում 2026-ի ընտրական ցուցակը, թեկնածուներին ինչ չափորոշիչներով են հաստատում, իր իրավունքների համար պայքարող Հայկ Սարգսյանն էլ չի հասկացել։ Հենց նաև խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չէ։ Հենց առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն որ չափորոշիչներն են, որ ինքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու, դա սահմանված չէ։ 2026-ին իշխանական ցուցակում հայտնվելու համար 380 թեկնածու է առաջադրվել, մի մասին արդեն քննել են։ Վարչության վերջին նիստից հրապարակված կադրերում նախարարներն էին, արդյոք նրանց էլ են քննել ու նոր մերժվածներ կան, դեռ հայտնի չէ, քաղաքացիական պայմանագիր այս մասին տեղեկություններ չի հրապարակում, լրատվամիջոցներն են սեփական աղբյուրներով իշխանական կուսակցությունում կատարվող իրադարձությունների մասին պատմում։ Կուսակցական ցուցակից դուրս մնացածներից վարչության որոշման դեմ առայժմ դուրս է եկել միայն Հայկ Սարգսյանը։ Մեկնարկել է Վարդան Ղուկասյանի կաշառքի գործով դատավարությունը։ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի հետևից իրավապահները գնացին վարչապետի հայտարարությունից օրեր անց, թե Ղուկասյանի ընտրությունը թյուրիմացություն է, որը կշտկվի։ Հրապարակվել է կաշառք պահանջելու ձայնագրություն, բայց քաղաքապետը մեղադրանքը չի ընդունում։ 4 միլիոն դրամ կաշառք ստանալու պաշտոնական կեղծիքի մեղադրանքով ձերբակալվելուց 2 ամիս անց Գյումրիի քաղաքապետն այսօր կանգնեց դատարանի առջև։ Հենց առաջին դատական նիստին Վարդան Ղուկասյանը հայտարարեց, սա քաղաքական հետապնդում է, դեռ 2007 թվականից իր դեմ մահափորձից հետո ենթարկվում է բռնությունների հետապնդումների։ Եվս վերջի անգամ էլ, երբ որ ես ուզում էի, որ 4.85 միլիարդ դրամ քաղաքից հավաքում են եւ 4 միլիարդ դոտացիա տալիս են Գյումրի քաղաքապետարանին, դադի պիտի տանք մնացել էր մեկ շաբաթ, ուրեմն դրանից առաջ այս շոուն կազմակերպվեց եւ այս ամեն ինչը քաղաքական պատվեր է։ Ըստ մեղադրանքի քաղաքապետն իր աշխատակցի հետ կաշառքի դիմաց քաղաքացու օգտին որոշում են կայացրել ինքնակամ քանդման ենթակակառույցը փաստաթղթերով դարձնելով օրինական նոր կառուցվող շինություն։ Ղուկասյանը սակայն հերքում է իրեն վերագրվող ապօրինությունը։ Այն քննիչները, այն դատախազները, ովքեր օրենքից դուրս, զանգով, հանկարծ, ուրեմն գործունեություն են ծավալելու, պատգամավորներն էլ այստեղ են եւ հանրությունն էլ լսում է, ուրեմն մինչև վերջ պատասխան են տալու, ինչ կանել ուզում է, այս կառավարությունը փոփոխվի, չփոփոխվի, անպայման մինչև վերջ պատասխան են տալու։ Վարդան Ղուկասյանի մեղադրանքը հաստատած դատախազ Գորիկ Հովակիմյանը մի մասով համաձայն էր Ղուկասյանի հետ։ Միանշանակ համաձայն եմ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական արարք կատարած անձը, անկախ նրանից ինչը հետապնդված է, պետք է օրենքի առջև պատասխանեն։ Ինչ վերաբերում է մյուս հանգամանքներին, դրանք կբացահայտվեն դատարանում, շարունակեց դատախազը։ Ես ուղղակի համոզված եմ, որ ժամանակի ընթացքում, երբ որ հետազոտվեն ապացույցները, իրականությունը նաև հայտնի դառնա դատավարության ոչ մասնակիցներին, ապա կկազմվի հայտնված։ Դատախազ Հովակիմյանը պնդեց, Ղուկասյանը պետք է պահվի կալանքի տակ եւ խնդրեց եւս 3 ամսով երկարացնել կալանքը։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը։ Դատարանների կողմից արձանագրվել է, որ քրեական բարոյթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն վերսագրվող անձավոր արարքի կատարման հետ։ Դատախազը շարունակեց, կա հիմնավոր կասկած, որ Գյումրիի քաղաքապետը կատարել է իրեն մեղսագրվող արարքը եւ բարձր ռիսկ, որ 65-ամյա քաղաքապետն ազատության մեջ նոր հանցանք կգործի, կազդի վկաների վրա օգտագործելով նաեւ իր հեղինակությունն ու ազդեցությունը։ Որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Ձեր զգացողությունները խնդրում եմ Արաբել ևս որևէ ծավալում անկողի չէ։ Ոչինչ մի նշ։ Եվ երկրորդը, որ ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները։ Ավելին Գորիկ Հովակիմյանը Ղուկասյանին բանտում պահելու հիմք նշեց նրա գաղտնալսումները։ Որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում են նաև հետագայում անօրինական գործողություններ, առերևույթ հանցավոր հանրարարքներ կատարելու մասին։
Ղուկասյանի կալանքի հարցի քննությունը դատարանն անցկացրեց դռնփակ ռեժիմով, որտեղ քննարկեցին նաև նրա առողջական խնդիրները։ Արդեն 2 ամիս ճաղերից այն կողմ գտնվող Գյումրիի քաղաքապետը շաքարային դիաբետ, սրտի խնդիր ունի։ Նրան ազատության համար երաշխավորություններ ներկայացրեցին ընդդիմադիր 3 падգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գիղամ Մանուկյանն ու Մեհեր Մելքոնյանը, ինչպես նաև դերասան Լևոն Հարությունյանը։ Հայաստանի 2 խոշոր երրորդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում։ Դա հանուն մեր երեխեքի ապագայի կտրենք էս միտեղ, ասենք որ չէ, կարող որոշում կայացնենք կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանոմիջոցը փոխելու համար։ Երաշխավորությունները սակայն դատարանը հաշվի չառավ, նիստից հետո ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Այսինքն սա խոսում է դատարանի ակնհայտ նաև այսպես ասենք իշխանությունների մեղադրանքը, իշխանությունների դեմս դատախազության ներկայացված եւ նաեւ այդ մեղադրանքի հիման վրա կալանք կիրառելու ցանկությունը, այսինքն դա դրսևորեց հակառակ կողմի դիտարկումները եւ նաեւ հիմնավորումները հաշվի չառնվեցին դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է պարոն Վարդան Ղուկասյանը։ Փաստաբանն ասաց, որ դատարանը բավարարեց իր միջնորդությունը անցկացնելու դատաբժշկական փորձաքննություն։ Փաստաբանն հազանգում է, առողջական խնդիրներ ունեցող պաշտպանյալը պահվում է մի խցում, որտեղ ծխում են կալանավորման պայմաններն էլ ավելի վատացրեցին նրա առողջությունը։ Անցած ամիս Ղուկասյանը բանտից տեղափոխվել էր հիվանդանոց, 1 օր անցկացրել բժիշկների հսկողության ներքո։ Մեկնարկել է նաև Նավասարդ arczepiskopos կճոյանի գործի քննությունը, դատախազությունը բարձրաստիճան հոգևորականից պահանջում է դադարեցնել կառուցապատման իրավունքը։ Շատ մանրամասներ հայտնի չեն, գործի նյութերը գաղտնի են, կճոյանը նիստին չէր մասնակցում։ Նա միացել է կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին, բայց Նավասարդ arczepiskopos-ն ինքը բազմաթիվ աղմկահարույց պատմություններով է անցնում։ Նրա փաստաբանները միջնորդել էին փակել այս գործը վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, սակայն դատախազը պնդել է, որ նման հիմք չկա։ Գլխավոր դատախազությունը 2025 հուլիսի 7-ին քննությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան պահանջելով տրամադրել տեղեկություն Երևան քաղաքի Սուրբ Ակար Թագավորի փողոցի 77-2 հատվածին գտնվող թիվ 01-001-036-04-61 համայնքային սեփականություն հանդիպող խոհամասում կառուցապատում իրականացնելու փաստի վերաբերյալ։ Իդի պատասխան դեպքերությամբ Երևանի քաղաքապետարան 2025 թվականի օգոստոսի 26-ի դուրսան նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավասու զորավարժանների աշխատակիցների կողմից կատարված ակնադիտական տեղատեսության արդյունքում պարզվել է, որ Սուրբ Ակար Թագավորի փողոց 77-2 հատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Միաժամանակ նշել է նաև, որ տվյալ հարցի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ եւ հաստատված փաստաթղթեր առկա չեն։ Այս լույսով գլխավոր դատախազությունը որպես հայցվոր Երևան քաղաքի Սուրբ Ակար Թագավոր փողոցի 77-2 հատվածում գտնվող 001-003-036-04-61 կադաստրի ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսող խոհամասում կառուցապատում իրականացված չլինելու փաստի մասին հաստատաբար իմացել է իրավասու մարմնին հասցեագրված հարցման պատասխանը ստանալու պայծ, այն է 2025 թվականի օգոստոսի 26-ից։ Պաշտոնավարելով ճիշտ 1 տարի քաղաքացիական պայմանագրի անդամ Դավիթ Արուշանյանը հեռանում է Շիրակի մարզպետարանից։ Ժամեր առաջ այսօր առավոտյան նա դեռ պիտի ասուլիս տար ամփոփելու արածը, բայց աշխատանքային օրն անգամ չսկսվեց։ Հարգելի գործընկերներ, կառավարության որոշմամբ Դավիթ Արուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար։ Իմ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն այսօր ասուլիս էր հրավիրել ու պատրաստվում էր իր պաշտոնավարման 1 տարին ամփոփել, բայց առավոտյան ասուլիսն հետաձգվեց անսպասելի գործերի պատճառաբանությամբ։ Հաջորդիվ արդեն լուրերն էին նրա մոտալուտ պաշտոնանկության մասին, որ տարածում էին նաև իշխանամերձ լրատվամիջոցները, լռելով պատճառների մասին։ Առավոտից շրջանառվող այս լուրը կառավարությունից ոչ մի պաշտոնյա չի հերկել։ ԿՊԱ-ական մարզպետն այսօր ողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեց, փոխարեն օրվա երկրորդ կեսին իր 1 տարվա գործունեության մասին Facebook-ում տեսանյութ տեղադրեց ու հրաժեշտի նմանվող մի գրառում արեց։ Շիրակի համար արդեն 1 տարի։ Այս արդյունքները համատեղ աշխատանքի, չխնայված ջանքերի, հավատի ու վստահության արդյունք են։ Շնորհակալ եմ բոլորին, որ միացան լավը գործելու մեր ձգտումներին։
Մարզպետի պաշտոնանկության մասին տեղեկությունը տեղի ՔՊ-ականներն են հաստատում անանուն մնալու պայմանով ու հավելում, որ իրենք անակնկալի են եկել, չէ որ ընդամենը ժամեր առաջ նա մասնակցում էր ՔՊ վարչության նիստին ու պատրաստվում էր լրագրողների հետ հանդիպմանը։ Ինչից է դժգոհ վարչապետը կամ գուցե գոհ է ու Արուշանյանին առաջ խաղացում է սպասվում, այս պահին պարզ չէ։ Համենայն դեպս 44-ամյա մարզպետի պաշտոնանկության հավանական վարկած է համարվում դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վարչապետի մասնակցությամբ անցկացված պատարակը, որ մատուցեց այլ թեմից բերված քահանան, քանի որ տեղի հոգևորականները հրաժարվել էին զեղչել կաթողիկոսի անունը, ինչը Գարեգին II հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանի պայմանն է։ Գործին նույնիսկ աղածներ խառնվել, այդ մասին Ազատությանը պատմել էր տեղի քահանաներից մեկը, բայց Շիրակի թեմում ծառայող հոգևորականները տեղի չէին տվել, իսկ Յոթ Վերքի պատարակը ամենևին էլ հարց չանցավ, տեղի հոգևորականները հավաքել էին եկեղեցու ամբողջ գույքը, պատարակի մատուցման սպասքից մինչև աթոռներ ու շուրջ 2 ժամ պատարակի մասնակիցները ոտքի վրա մնացին, նույնիսկ մոմավաճառներն էին հրաժարվել մոմ վաճառել, երգչախումբն էլ երգել, թեև պատարակիչը չեղարկեց Գարեգին II ու Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել Աջապահյանի անունները, բայց եկեղեցում նրանց անունները հնչեցնողներ եղան։ Գարեգին սրբազնագույն կաթողիկոսին։ Ու սա միակ միջադեպը չէր, որ գրանցվեց եւ մինչեւ պատարակը եւ պատարակի ընթացքում եւ ավարտին։ Ազատություն սրբազանների! Ազատություն սրբազանների! Արաշտիկոն Հայաստան ժողովուրդ! Գյումրեցիները հասցրին նաեւ ՔՊ-ական падգամավորներին ու պատարակին մասնակցած arczepiskoposներին ամոթանք տալ։ ՔՊ-ի կառավարման 7 տարվա ընթացքում Արուշանյանը Շիրակում նշանակված 6-րդ մարզպետն է։ Փաստացի նրանցից ոչ մեկը 2 տարուց ավելի չի պաշտոնավարել այս մարզում։ Կառավարության վաղվա նիստի օրակարգում Շիրակի մարզպետի պաշտոնանկության եւ նորին նշանակելու մասին նախագիծ դեռ չկա, բայց արդեն տեղեկություններ կան, որ Արուշանյանին կփոխարինի Արտիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը։ Ոսկանյանը եւս չի պատասխանում Ազատության զանգերին։ Դուք դիտում եք Ազատության լրատվական կենտրոնը, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Ամերիկյան խաղաղության պլանը քննարկել են Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առաջնորդները։ Թող տանեն ուրիշ տեղ դնեն։ Որտեղ ուզում են, բացու չէ մեր ջոկի մեջ։ Ես հոգի եմ արտահայտում, զգացմունք եմ արտահայտում, սրանով ես արտահայտել եմ իր ամբոստությունը։ Պարույր Սևակի արձանը կրքերը բորբոքել նրա հայրենի գյուղում։ Երևանի քաղաքապետի հասցեին կոշտ քննադատությամբ հայտնի Արթուր Չախոյանը պնդում է, որ նոր-նորքի նորաբաց շուկան ապօրինի է կառուցվել ու պիտի քանդվի, բայց այս հայտարարությունը դուր չի եկել շուկայի աշխատողներին։ 30 տարի, 92 թվից էլ 33 տարի, ես փողոցներն եմ կային առևտուրարել, ազիվ քարից չենքի մեջ եմ մտել։ Մի հատ նայեք ինչքան մաքուր, կուլտուրական տեղ։ Նոր-նորքում դեկտեմբերի սկզբից գործող գյուղմթերքի այս շուկան դեռ չբացված սկանդալների կենտրոնում է, տասնյակ վաճառողներ տագնապած են, մեկ ամիս էլ չկա ինչ տարածք են գտել նաև իրենց աճեցրած միրգ բանջարեղենը վաճառելու, հարցականի տակ է դրվում կառույցի օրինականության հարցը, արդեն քրեական գործ կա հարուցված։ 100 ընտանիք այս պահին սպասում է, որ հասկանա ինչ է լինում, որ ինքը փողոցից իր առևտուր առնելունը վերցնի, գա, նորմալ ակուրատնի տեղ կանգնի, թե էլի փողոցում նա նորից ակտավորվի, թե հիմա ինչ են անում, խառնվել ամեն ինչը իրար։ Մենք այս պահին
գալիս ենք ստեղ առևտուր ենք անում, մարդիկ չեն իմանում, գան թե չգան։ 23 տարվա գիտական աշխատող եմ եղել, ինձ համար հաճելի չէ, որ շուկայում կանում եմ, բայց ուրիշ երկ չկա։ Չի կարելի, չէ։ Ժողովուրդը, դες քանի հոգի կա, այդքան ընտանիք են պահում։ Տիկին Զոյան տարիներ շարունակ հարևանությամբ գործած այլ շուկայում է աշխատել, որը փակվել ու տեղը առևտրի կենտրոն է բացվել։ Ինքն էլ գրեթե 2 տարի առանց աշխատանքի է մնացել, այլ հարմար տարածք չգտնելով։ 73-ամյա թոշակառուկինն ասում է, հիմա նորաբաց շուկան իր համար աշխատելու ապրուստի միջոց է։ Որ փողոցով գնում ես, փողոցները լրիվ մարդիկ գետնի վրա դրած առևտուրին անում։ Միթե ձեզ համար հաճելի չի շուկան։ Չեմ կարողացել վաճառեմ, չիրեմարը հիմա բերեմ, որ վաճառեմ, չեմ կարող։ Որտե կայնում ես, գալիս են լարում են, որտե ոչ շուկա ունենք, ոչ տեղ ունենք, որ կայնենք։ Ինչ որտեղ է շուկա կա, սաղ տեր ունի։ Մեկ մացեք ձեզ դրսերը, տղա ջան։ Այդ բողո կարողն ինչի համար չի եկե նույն օր աշերին ակնացել դրա սերբ չեր տենա, որ ես զիբլանացը մաքրեր են սարչեր են շուկա։ Ձեր հիմքի չթողեր ես տանջանքնանին, ես կան գումար ծախսես մարդ, այսօր եթե բողո կանմա, ինչ ա ուզածը իրան։ Ուղիղ 500 քառակուսի համայնքից հող են գողացել։ Շուկայի վաճառողներին զայրացրել է Երևանյան խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարությունները, թե գյուղմթերքի շուկան առանց շինթույլտվություն է կառուցվել։ Դեռ հոկտեմբերին ակտիվիստը հայտարարել էր $560,000, իսկ այսօր արդեն պնդեց, թե խոսքը $700,000 հասնող կոռուպցիայի մասին է։ Այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում Երևանի քաղաքապետարանի աճուրդների ցանկում, կարող են ցանկացած քաղաքացի հենց հիմա մտնան, իմ խոսքերը ստուգեն։ 6-րդ գոտում աճուրդային մեկնարկային գինը 1 քառակուսի հողատարածքի արժի 350,000 դրամ։ Ես առնվազն 500 քառակուսի եմ հաշվում, էլ ավել չեմ ասում, որ աճուրդի ընթացքում կավելանա եւ այլն։ Այսինքն դրեք հաշվեք, տեսեք ինչ կան գումարների մասին է խոսքը գնում։ Ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանին մեղադրում է լիազորությունները չարաշահելու համար։ Չախոյանը պնդում է, քաղաքային իշխանությունների հովանավորչությամբ է կառուցվել գյուղմթերքի շուկան։ Հակառակ դեպքում հիմա այն պետք է քանդվեր, ինչպես անօրինական շինությունների դեպքում է լինում։ Նույն շինությունը քանդման ենթակա շինությունը, որը ստե է քանդման ենթակա Բաղյանին է, չի քանդում, ժողովուրդ ջան, խի չի քանդում։ Իր հայտարարություններով քանդման ենթակա է ու փաստաթղթով քանդման, այսինքն ոնց է լինում, ուրիշ դեպքերում հյուսիսային պողոտայի շինությունները, Սարյան փողոցի շինությունները քանդում են, բայց տվյալ դեպքում չեն քանդում։ Քաղաքապետանից դեռ շաբաթներ առաջ զրպարտություն էին որակել ակտիվիստի $100,000 կոռուպցիայի մասին պնդումները։ Հայտնել քաղաքապետը պատրաստվում է դատի տալ Չախոյանին։ Արդյոք Ավինյանը հայց ներկայացրել է դատարան, թե ոչ։ Քաղաքապետը անից խոստացել են պատասխանել։ Ակտիվիստի այսօրվա պնդումներին էլ դեռ չեն արձագանքել։ Բաղյան 2 կոտորակ 5 հասցեում կառուցված շուկայի սեփականատիրոջ փաստաբան Մամիկոն Մանուկյանը Չախոյանի հայտարարությունները մերկապարանոց է որակում։ Պնդում սեփականատերը շինթույլտվություն ունեցել է։ Անհիմն է համարում ակտիվիստի հայտարարությունները, թե սեփականատերը ծանոթ է քաղաքապետ Ավինյանին կամ քաղաքապետարանի այլ պաշտոնյայի։ Իրանց տարածքի վրա կատարել են գծագրերով շինարարական աշխատանքներ։ Եթե շինարարության նախագծից կա շեղումներ, դա վարչական վարույթի շրջանակներում տուգանքը կվճարի, կդիմի քաղաքապետին ինքնակամի հետ կապված բան կանեն, օրինական կվճարի պետության կողմից գոտիական գործակցող գումարները, տուգանքները եւ ենթադրում ենք, չէ, դատական կարգով կդիմին կպահանջենք իրավունքը ճանաչեն, որովհետև շինությունը, եթե չեմ սխալվում, դուք տեսել եք մարդիկ ինչ աշխատանք են կատարում։ Փաստաբանը միաժամանակ չի բացառում, հնարավոր է նախագծային շեղումներ են եղել եւ համայնքապատկան հողել է զավթվել։ Մանուկյանը հայտնեց դրա համար հնարավոր է դատարան հայց ներկայացնեն սեփականության իրավունքը ճանաչելու համար։ Բայց այդ ինքնակամ զավթածը նեն չի որ բան են կարել, եսի մի սահմաններ նորմեր են խախտել, որտեղ ինքը չի չափել, ես չեմ չափել, փորձագետը կտա։ Հնարավոր է 200 կամ 300 քառակուսի մետր, հնարավոր է 500 քառակուսի մետր, ինչ որ մի բան զավթած լինի։ Այսօր մենակ քաղաքապետարանում իմ պատկերացմամբ իմ իմանալով ոչ ստույգ տվյալները մոտավորապես 30,000-ի ծավել դիմում բողոքա ինքնակամերի նկատմամբ իրավունքը ճանաչելու համար։
Շուկային առնչվող մեկ այլ քրեական գործ էլ Չախոյանի մասնակցությամբ միջադեպից հետո է հարուցվել։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ Ակտիվիստը հազանգել էր, որ շուկայի տարածքում իրեն բռնության են ենթարկել։ Դեպքից հետո մի քանի հոգու ձերբակալել էին, հետո ազատ արձակել։ Այսօր շուկայի վաճառողներից մի քանիսն էլ պնդում էին, թե Չախոյանը եկել, սադրել է, հայոյել է։ Քաշքշոցից հետո էլ իրենց ոստիկանության բաժանմունք են տարել։ Չախոյանը հերքում է այդ պնդումները։ Ավելի քան մեկ ամիս ճաղերի հետևում անցկացնող ընդդիմադիր հաղորդավարների կալանքի հարցով փաստաբանների վերաքննիչ բողոքի որոշումները կհրապարակվեն առաջիկա օրերին, մինչ այդ նրանք այսօր ասուլիս էին հրավիրել կրկին պնդելով, որ իրենց պաշտպանյալները հալածանքների են ենթարկվում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա։ Ես եվրոպական կոնվենցիան էի մտքով այսպես անցնում հոդվածներով եւ նկատեցի, որ եվրոպական կոնվենցիայի երևի համարյա հոդվածների կեսի խախտում մենք այստեղ ունենք։ Սկսենք ամենասկզբից 5-րդ հոդված, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին։ Ակնհայտ է, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար։ Մենք արդեն ունեցել ենք մեկ քրեական վարույթ, որով 2 ամիս կալանքից հետո տղաների նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես վարչական հսկողություն, եւ տղաները ամբողջությամբ պահպանել են դրա բոլոր պայմանները։ Հիշում եք, դա նաեւ արժեցավ նրանց երկար ժամանակ եթեր դուրս չգալը, բայց նրանք որևէ խախտում թույլ չեն տվել։ Հետևաբար, եթե արդեն մենք ունենք փորձ, որ այս խափանման միջոցը արդյունավետ է, ինչի պետք է ամենածայրահեղ խափանման միջոցը կիրառվեր։ Օրինակ, քաղաքի կենտրոնում մի քանի մարդ հարձակվում են ըստ հավանաբար քրեական վարույթի նյութերի պետք է որ խուլիգանական նաև գործողություններ լինեն, հակառակ դեպքում խուլիգանության մեղադրանք չէր լինի, կոնկրետ Միրան Հակոբյանի դեպքն եմ օրինակ բերում, եւ դատարանը մերժում է այդպիսի խուլիգանություն, ենթադրյալ խուլիգանություն կատարած անձանց կալանքը կիրառում է շատ ավելի մեծ խափանման միջոցներ։ Այդ ոնց եղավ, որ այն դեպքում մերժվում է, այս դեպքում երբ որ եթերի մասին է խոսքը, երբ որ մեծ շատ մեղմ եմ արտահայտվում մեծ կասկած կա առհասարակ եթերով խուլիգանություն լինում է թե չի լինում, մարդկանց նկատմամբ կիրառվում է ամենախիստ խափանման միջոցը, այն էլ լրջագույն սահմանափակումներով։ Պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգն արդեն ընդունվել է, դեկտեմբերի աշխատավարձից կլինեն առաջին պահումները, իսկ հարցերը դեռ շատ են։ Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Առաջին փուլում պետությունը կվճարի մի խումբ քաղաքացիների մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, հաշմանդամություն ունեցողների ու սոցաջակցության համակարգում ներառված մարդկանց համար։ Հունվարի 1-ից առողջության ապահովագրության փաթեթ կունենան նաև 200,000-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացողները, բայց իրենց փոխարեն պետությունը չի վճարի, այլ հենց իրենք։ Այս խմբի մի քանի քաղաքացիների հանդիպեցինք այսօր։ Չէ, չեմ լսել, ձեզանից առաջ անգամ լսեցի։ Չէ, տեղյակ չեմ։ Ճիշտ ասած, տենց շատ տեղեկացված չեմ։ Չունեմ, տենց ինֆորմացիա չունեմ։ Հունվարից գործելու է, գիտեք ինչ ծառայություններ կա, ինչ տեղ։ Չգիտեմ։ Չէ, տեղյակ չի։ Ոչ մի ճիշտ ասած չունեմ տեղեկություն։ Չգիտեի, որ նման օրենք կա, ճիշտ ասած։ Ձեզանից նոր լսում եմ։ Հələ ոչինչ չեմ հասել, մենակ լսել եմ, որ այդպեսի բան ալինելու ու ոնց որ ված չի, չգիտեմ։ Տեղյակ էի պարտադիր որ լինելու է, բայց հենց դեկտեմբերից չգիտեի, գիտեի որ հունվարի 1-ից է, բայց դեկտեմբերը զուտ չգիտեի, էլի մտածում եմ որ հունվարից է լինելու զուտ։ Դրույքա չափերին եմ նայել եմ, կոնկրետ էսպայն կոնկրետ թվերով չեմ հիշում։ Անկախ հանգամանքից մարդն ունի մասնավոր ապահովագրություն, թե ոչ պարտավոր է վճարել հունվարից մեկնարկող պետականի համար։ Սա օրենքի պահանջն է։ Ես աշխատավայրից ապահովագրված եմ ու կարծում եմ այլ կրկնակի չեն ապահովագրի։ Անկախ նրանից ունեք մասնավոր թե ոչ, պարտավոր եք օգտվել նաև պարտադիրից։ Ես անկեղծ ասած քիչ առաջ իմացա, ավելի շուտ ձեզնից, էլի որ կա տենց բան։ Լուրերի հետևում եմ, լսել էի որ ապահովագրության հետ կապված փոփոխություն ա լինելու, բայց չէի մտածում որ այս տեսակ։ Ինչ վերաբերվում է առողջությանը, դա ամենաթանկն է մարդու համար։ Եթե նորմալ լինի, կշարունակենք, կվճարենք, կանենք, եթե չէ, չունեք տարբերակ հրաժարվելու, պարտադիր է բոլորը պիտի վճարեն։
Առայժմ կուսումնասիրեմ։ Թեև նախարար Ավանեսյանը հայտարարում է, որ իդրավթում հրապարակված է բժշկական ծառայությունների ցանկը, մեզ հանդիպած քաղաքացիները տեղյակ չէին, ասում էին նախապես պետք է շատ մատչելի ներկայացվեր, ինչի համար ու որքան են վճարելու, հատկապես երբ առաջին պահումները դեկտեմբերի աշխատավարձից են արվում։ Հավելյալ ֆինանսով քաղաքացուն ծանրաբեռնելուց առաջ ցանկալի է մի քանի ամիս առաջ գոնե այդ մասին ներկայացնել ու մանրամասն տեղեկատվություն տրամադրել մատչելի տարբերակով։ Դե չգիտեմ, առաջին պետք է թափածիկ սա խլնի, պետք է մենք հասկանանք ինչքան ենք վաճառում ու ուր է այս փողը գնում։ Ես մտածում սա է ամենակարևորը։ Պարտադիր ապահովագրությամբ պարտադիր է, որ մարդը նախ պոլիկլինիկա գնա, այնտեղից կուղեգրվի հիվանդանոց, եթե պոլիկլինիկայի բժիշկը դրա կարիքը տեսնի։ Եթե ունես հնարավորություն հիվանդանոց գնալու, գնում ես հիվանդանոց։ Հիմա պարտադիրով կգնաք նախ պոլիկլինիկա։ Ինձ թվում է դա այդքան էլ լավ միտք չի։ Որովհետև միշտ չի, որ կարիքներ կարողանում են բացահայտել պոլիկլինիկայում։ Շատ են մատերի արանքով նայում։ Եթե կարիքը լինում է գնում եմ պոլիկլինիկա։ Չեմ օգտվել։ Ինչու՞։ Պոլիկլինիկա գնալու պատճառով։ Բայց պարտադիր ձեր աշխատավարձից գանձումը արվելու։ Հա, ամեն դեպքում արվելու է։ Այսինքն պատրաստ եք վճարել, բայց չօգտվել։ Հա, պատրաստ եմ պոլիկլինիկա չգնալու համար ամեն ինչի։ Ինչու՞։ Փորձը ցույց է տվել, որ լավ բան չի ասնում։ Պարտադիր պիտի գնաք նախ պոլիկլինիկա, հետո նոր հիվանդանոց, համաձայն եք այդպես։ Եթե տենց լինի օրենքը, հա, իհարկե։ Հարկ վճարողներ հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը տարակուսած է այսպիսի մեծ համակարգ ներդնելիս, ինչու մինչև օրենքի ընդունումը հրապարակված ցանկը չկար, թե ինչի դիմաց են մարդիկ վճարելու, ինչու օրենքի ընդունումից հետո ժամանակ չի տրվում լրացուցիչ իրազեկումների համար, ասում է հարկ վճարողների մոտ անորոշություն է տիրում, հատկապես տարօրինակ է համարում, թե ինչու է առաջին պահումը հենց դեկտեմբերի աշխատավարձից արվում, երբ օրենքն ավելի ուշ է ընդունվել։ Նախարարը տեսա ուղերձներով ներկայացնում են չընդունված օրենքի նախագծի մասին։ Հիմա դրանից հետո որոշակի խմբագրումներ են եղել, բայց իմ կարծիքով կարծես թե հենց հետադարձ ուժ են տվել, ասում է դեկտեմբերի վճարվող աշխատավարձը հունվարի մեջ պահելու 4 սենց բաներ։ Նախագիծը այնքան անհստակ է, որ ըստ էության ուղիղ չի սահմանում, վերջին հաշվով ֆիզիկական անձը իր հաշվից է վճարվում, թե առանձին վճար է գործատուի համար, որ գործատուն է վճարում առանց եկամուտը պակասացնելու։ Խոսեցինք նաև մի քանի գործատուների հետ, նրանցից մի քանիսն ասացին, որ նախարարի հետ հանդիպումներից հետո որոշ հարցերի պատասխաններ ստացել են, բայց դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում անելիքները։ Ներկայանալ չցանկացող այս գործատուն այդպես էլ չի պարզել։ Եթե իր աշխատողը տվյալ ամսվա ընթացքում բոնուսներ ունենա ու աշխատավարձը 200,000 դրամի շեմահատի, այդ ամիս պետք է ներառվի ապահովագրավճարմուծողների ցանկում։ Մասնատես նոյեմբերի դրությամբ ինքը 200,000-ից ներքև է եղել, բոնուսներ է ստանում։ Այդ բան ոնց ենք անում, էլի, արդեն ինքը ավտոմատ մտնում է այդ համակարգ, փետրվարից ենք պահում, հունվարից ենք պահում, այդ մասը մի փոքր կարծում եմ շփոթաբանումների կարիք ունի։ Այս մի գործատուն էլ մեզնից տեղեկացավ, որ հունվարից այսպիսի համակարգ է գործելու եւ որ իր աշխատակիցների համար արդեն այս ամսվա աշխատավարձից պահումներ պետք է արվեն։ Ինձ ոչ մեկ չի զգուշացրել, ճիշտ ասած։ Սովորաբար ինձ իմ աշխատանց զգուշացնում է նման օրենքների, երբ որ փոփոխություն ա լինում, միշտ զգուշացնում է։ Այս անգամ ճիշտ ասած ինքը ինձ չի զգուշացրել, միգուցե նաև տեղյակ չի։ Նախարար Ավանեսյանը պնդում է, ավելի հստակ ցանկն առաջիկայում Արմետ համակարգում կհրապարակվի։ Դրանից չօգտվողներին էլ, ասած պոլիկլինիկաներից կզանգեն, կտեղեկացնեն։ Միջազգային լրահոսը գլխավորում են Բերլինյան երեկվա բանակցությունները, որ մեկ հարկի տակ էին հավաքել Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առաջնորդներին։ Խաղաղության ամերիկյան պլանը դեռևս միայն թղթի վրա է, Կիևը չի համաձայնում տարածքային զիջումներին, բայց ինչ որ առաջընթաց կարծես կա։ Եթե երկխոսությունը հնարավոր չլինի, ապա Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի Ուկրաինայում իր առաջ դրած խնդիրների կատարմանը, իր պատմական հողերի ազատագրմանը։ Բերլինում ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններից 2 օր անց հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում Ռուսաստանի նախագահը շեշտել է, Մոսկվան այդուհանդերձ նախընտրում է հակամարտության հիմնապատճառները վերացնել դիվանագիտական ճանապարհով։ Եթե հակառակ կողմը եւ նրա օտարերկրյա հովանավորները հրաժարվեն բովանդակային քննարկումներից, Ռուսաստանը ռազմական ճանապարհով կազատագրի իր պատմական հողերը։ Անվտանգության բուֆերային գոտու ստեղծման եւ ընդլայնման առաջադրանքը եւս հետեւողական կշարունակվի։
решаться. Պուտինն ասել է, որ անցնող տարին հաջող է եղել մեջբերում եմ ռազմական հատուկ գործողության առումով։ Ռուսական զորքը վստահ առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով եւ մոտ 300 բնակավայր է վերցրել, այդ թվում խոշոր քաղաքներ։ Կրեմլի ղեկավարը ողջունել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունում գրանցված առաջընթացը, հավելելով, թե նույնը չի կարող ասել Եվրոպայի մեծ մասի համար։ Նա նաեւ հերքել է Եվրոպայում հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել։ Ես արդեն բազմիցս ասել եմ, դա սուտ է, անհեթեթություն, ասել է նա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ այս տարի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով կրկնակի նվազել են այդ երկրի էլեկտրաէներգիայի արտադրական կարողությունները։ Անդրեյ Բելոուսովն ասել է, որ հաջորդ տարի մտադիր են պահպանել եւ ուժեղացնել հարձակումների տեմպը։ Նախարարն իր հերթին Եվրոպային մեղադրել է հակամարտության կարգավորումը ձգձգելու համար։ В то же время отчетливо видим попытки европейских руководителей и киевского режима. Միևնույն ժամանակ հստակ տեսնում ենք եվրոպացի ղեկավարների եւ Կիևի ռեժիմի փորձերը խուսափելու այս հարցի կարգավորումից։ Խոսքը հակամարտությունը ձգձգելու մասին է, մեր երկրի առավելագույն թուլացմանը հասնելու հաշվարկով։ Одновременно началась форсированная подготовка объединенных вооруженных сил НАТО. Մինչ այդ New York Times-ը հայտնել էր, որ Բերլինում կայացած բանակցությունների արդյունքում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնել են երկու փաստաթղթի շուրջ, որոնք պետք է հրադադարի ավելի լայն համաձայնագրի հիմքը կազմեն։ Առաջինում ուրվագծվում են անվտանգության երաշխիքները, դաշնակիցներն իրավաբանորեն պարտավորվում են օգնել Ուկրաինային հարձակման ենթարկվելու դեպքում։ Կոնկրետ ԱՄՆ-ն պարտավորվում է օգտագործել իր հետախուզական հնարավորությունները հրադադարը վերահսկելու եւ ռուսական զորքի ցանկացած տեղաշարժ նախապես հայտնաբերելու համար։ Երկրորդ փաստաթուղթը մանրամասն բացատրում է, թե ինչպես են ամերիկյան եւ եվրոպական ուժերը համագործակցելու ուկրաինացի զինվորականների հետ, կանխելու Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների զավթումը ապագայում։ Ընդ որում Ուկրաինային աջակցել պատրաստ եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն ռազմաճակատից հեռու Ուկրաինայի արևմուտքում, ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ կանխարգելիչ եւս մեկ շերտ ստեղծելու համար։ Պարբերականը սակայն նշում է, որ կողմերը Բերլինում փոխզիջման չեն եկել ամենաբարդ հարցի՝ Դոնեցկի մարզի ճակատագրի շուրջ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ չեն Բերլինի բանակցությունների արդյունքների մասին եւ ակնկալում են, որ Վաշինգտոնը Մոսկվային կտեղեկացնի, երբ պատրաստ լինի։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում այլ երկրների զորքերի տեղակայմանը։ Անդրադառնալով Բլումբերգի հրապարակմանը, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե Պուտինը մերժի խաղաղության պլանը, Պեսկովն ասել է. Այն, որ Վաշինգտոնի մի շարք գրասենյակներում նման ծրագրեր գոյություն ունեն, հայտնի բան է։ Ցանկացած պատժամիջոց վնասակար է, դրանք խոչընդոտում են առաջընթացին։ Դա ակնհայտ է։ Любые санкции вредят делу налаживания. Это очевидно. Ու մինչ Ռուսաստանը հերքում է, թե սպառնալիք է Եվրոպայի համար, Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այսուհետ Եվրոպան ինքը պետք է պատասխանատու լինի սեփական անվտանգության համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ասել է, որ մտադիր է Ուկրաինային ֆինանսապես աջակցելու երկու տարբերակ առաջարկել առաջիկա նիստին։ Մեկով կառաջարկվի Կիևին օգնել ռուսական սառեցված ակտիվների, իսկ մյուսով Եվրամիության միջոցների հաշվին վար տրամադրելու միջոցով։ Եվ պետք է որոշեն, թե որ ուղին են ընտրում։ One thing is very clear. We have to take the decision to fund Ukraine for the next. Բայց մեկ բան շատ հստակ է։ Մենք պետք է այս եվրոպական խորհրդում որոշում կայացնենք Ուկրաինային հաջորդ 2 տարիների ընթացքում ֆինանսավորելու վերաբերյալ։ Երեկվա խաղաղությունն այլևս չկա։ Մենք ժամանակ չունենք կարոտախտով զբաղվելու։ We have no time to indulge in nostalgia. Reuters-ը հաղորդում է, որ ԵՄ երկրները մոտ են այս ակտիվների հաշվին Ուկրաինային վար տրամադրելու շուրջ համաձայնությանը։ Դեմ է միայն Բելգիան, որտեղ պահվում է դրանց մեծ մասը։ Բրյուսելը չի ցանկանում ստանձնել դրա իրավական եւ ֆինանսական բոլոր ռիսկերը։ Այս ֆոնին Եվրոպական խորհրդարանն այսօր հաստատել է մինչև 2027 թվականը ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ծրագիրը։ La votazione è chiusa. Հայաստան վերադառնանք եւ Պարուշ Սևակի աղմուկ բարձրացրած արձանի մասին։ Հենց ջերմակ կտորը բարձրացավ Լևոն Թոքմաջյանի աշխատանքի վրայից, պայթեց աղմուկը սոցցանցերում, այն աստիճանի, որ Սևակի հայրենի գյուղում արդեն մտածում են քանդակը հեռացնելու մասին։ Ես Սևակ եմ տեսնում դրա մեջ։ Ես տեսնում եմ Սևակ։ Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրենը տարակուսած է։ Եթե ասեմ բոց կլինի, եթե չասեմ խոց կլինի։ Մենք ո՞նց անենք։ 12 օր առաջ Բաքում հանդիսավոր բացեցին Պարուշ Սևակի արձանը։ Հանգիստ ցուսուփուս հարմարվում էին մեծ պոետի ներկայությանը։ Մեկ էլ սոցցանց սպրդեց արձանի մի լուսանկար ու պայթեց սա խեղկատակ է թե պոետ։ Հենց այդպես է, ինչպես որ կա։ Ու մեզ համար, ասենք, անսպասելի էր, որ համացանցում էս աղմուկը գնաց, էս
խոսակցություններ է գնաց։ Ոչինչ չէր հուշում փոթորկի մասին, դպրոցական կոլեկտիվում մոտեցան արձանին, տեսան նման չէ, բայց ըստ տնօրեն Հայկ Ազնադամյանի որոշեցին յուրովի մոտենալ, մի խոսքով սիրով ընդունեցին, ամեն ինչում լավն է փորձում տեսնել Սյուզի Կարապետյանը, անգլերենի ուսուցչուհին։ Որպես հանճարի ներկայություն եմ ընկալում, ոչ թե արվեստի գործ։ Առաջարկում է չմոռանալ, որ արձանը քանդակելու համայնքին է նվիրել 88-ամյա ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։ 88 տարեկան հասակում ստեղծել գործ եւ նման կոռեկտության սահմանները անցնող քննադատությունների արժանանալ, դա ինձ համար համենայն դեպս անընդունելի է։ Դպրոցում դժվար ընկալվեց, բայց ի վերջո ընդունեցին, հատկապես որ հասկացվում է պարույր սևակն է։ Ընթացքում, որ աչքդ ամեն օր հառնում է հայացքին, մի քիչ սովորական է դառնում, բայց այն առաջի օրը հատկապես որ բերեցին, շատ տենց զառամյալ հիվանդ ծերունու տեսք ուներ, ինքը տենց չէ, ինքը սիրուն է։ Հերվից եմ տեսել, վախեցել եմ մոտենալ, ասում է գյուղապետարանի խաղասենյակում ժամանակ անցկացնող այս տղամարդը։ Զանգակատունցիների մի մասը կտրուկ է տրամադրված։ Հենց գյուղապետարանի դիմաց պարույր սևակի իրենց մեծ համագյուղացու դիմաքանդակն է։ Շատ են հավանում, չի լինի դրան նմանեցնեն։ Մի քիչ ձևափոխել տեղում, վարպետը ու մասնագետ գաբը դասավորի։ Եթե չեն ձևափոխում, թող տանեն այնպիսի տեղ, որ մենք չտեսնենք, ասում են։ Իհարկե տանել ճիշտ է։ Թող տանեն ուրիշ տեղ դնեն։ Որտեղ ուզում են, բայց ոչ մեր գյուղի մեջ։ Խելքի մոտ բան է դա։ Ուրեմն գյուղացին պետք է որոշի, հաս այս քանդակը լավն է թե լավ չի։ Այնինչ գյուղացիները տեսնել չեն ուզում, հեղինակն ինքը անվանում է հրաշք։ Ես հոգի եմ արտահայտում, զգացմունք եմ արտահայտում, սրանով ես արտահայտել եմ իր ըմբոստությունը։ Երևի ակնկալում էին, որ սևակի լուսանկարն են տեսնելու, դառնանում է ժողովրդական նկարիչը։ Քիթը սենց, մազերը սենց, պրոշները սենց։ Իմպրովիզացիա է, ընդ որում սա բոլորովին էլ սևակի արձանը չէ, այլ նրան նվիրված ստեղծագործություն, անլռելի զանգակատում, բացատրում է քանդակագործը։ Պարույր սևակը որպես զանգ, էս է խնդիրը, սիմվոլիկա է, հլա տեսեք ինչ ոնց է խոսվում, այս ձեռների շարժումը, այս գլուխը բանը, սա հրաշք է։ Չեն հասկանում, որ գյուղը արձանի տարածքը ուխտատեղի է դառնալու։ Լևոն Թոքմաջյանը չի կասկածում, սևակի արձանի շուրջ աղմուկն արդեն իսկ քաղաքացիների է բերում զանգակատուն։ Նունե Կրպոյանը մառախուղի միջով կիլոմետրեր էր հաղթահարել, որ տեսնի, թե ինչի մասին են այդքան խոսում։ Պրոստը գիտեմ, էլի չեմ ուզում տենց հիրավորած ըրնեմ, բայց նյետ։ Ուսերը նեղ, ուս գոյություն չունի, ձեռքերը կարճ, հետո գիտեք ինչա, մատերը բոլորը նույն երկարության։ Նունեն նկարչուհի է, Լևոն Թոքմաջյանին լավ արվեստագետ է համարում, բայց զանգակատան դպրոցի բակում անլռելի զանգակատուն չի տեսնում։ Տեսնում է բազմաթիվ անցքեր տրավերտինի վրա, որոնք կլցվեն ջրով ու առանց այդ էլ խնդրահարույց քանդակը կճակճքի։ Տրավերտինն անցքեր ուներ, այո, ու դա շատ է դժվարացրել քանդակագործի կյանքը, բայց փոխարենը ըստ Թոքմաջյանի մազերը լավ ստացվեցին։ Անոնց լավ էր էլի սես մազը ծակով բանը շատ սիրներ էլի։ Հիմա ես այդպես եմ այդ արդեն այդ բանը ես պետք է գյուղացիներին հարցնեի, հա, թե ես ոնց անեմ, որ ձեզ դուր գա։ Քանդակագործը չհարցրեց, բայց բորբոքված քննարկումներից հետո Սևակի տուն թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, որ բանաստեղծի թոռն է, որոշեց հարցում անցկացնել։ Ասում է, խնդիրն իր կարծիքը չէ, իրեն Սևակի արձանների 90%-ը դուր չեն գալիս, բայց այս դեպքում քանդակի պատճառով բազմաթիվ օգտատերեր թիրախավորել էին բացմանը մասնակցած դպրոցականներին, համայնքի բնակիչներին։ Զանգակատուն գյուղին էր այդ նվերը եւ զանգակատուն գյուղն էլ չի որոշի պահպանում է այդ նվերը թե ոչ։ Եվ քվեարկության արդյունքում 80%-ը համարյա 79.9%-ը քվեարկեց արձանը հեռացնելու օգտին։ 300 հոգի է քվեարկությանը մասնակցել, որոշված է երևի վաղը քանդակը կհեռանա գյուղից, պարզ չէ որ ուղղությամբ։ Արձանը արձան է, հա, ինքը ի վերջո իր տեղը կգտնի, էլի, բայց ես այս պահին կարծում եմ ինչքան շուտ աղմուկը դադարի եւ ինչքան շուտ մարդիկ այդ բացական ես չեմ ուզում Պարույր Սևակի պատճառով, հա, այսպես ասած, մեր համագյուղացիները տուժեն եւ ինչ որ անձնական վիրավորանքների ենթարկվեն։ Կան մարդիկ, ովքեր շատ կտխրեն, երևույթը գեղեցիկ չի արդեն։ Երկմտանքի մեջ են, ես չգիտեմ ինչ ասեմ։ Ոնց տանեն ու չբերեն,
Լավ կլինի մի քիչ ձևափոխեն ու հետ բերեն, ասում է դպրոցի տնօրենը։ Այնուամենայնիվ արձանից բաժանվել չեն ուզում։ Այս հարձակումներից հետո նույնիսկ հարազատության զգացում կա պատուհանից երևացող սևակին նվիրված տրավերտինի բեկորի հանդեպ։ Նեղանում եմ, որ ինձ չեն հասկանում։ Իսկ ժողովրդական նկարիչը վիրավորված է, չհասկացան իրեն ու իր ստեղծագործությունը։ Ըստ Լևոն Թոքմաջյանի ամբողջ կյանքում էր փորձում սևակ քանդակել, չէր ստացվում, ստացվել է հիմա։ Այսքանը լուրերը շարունակում են թարմացվել Ազատության էջերում սոցիալական ցանցերում, կհանդիպենք։